հիմա հստակ կանխատեսում անել չենք կարող, բայց մի բան հստակ է, որ եկեղեցու ձեռնոցը նետված է եւ Նիկոլ Փաշինյանը իր ստրատեգիական ճակերտների մեջ, ստրատեգիական նպատակներից այս հարցում չի հրաժարվելու։ Դա սևեռուն մարդ է, մենք գիտենք, որ եթե կենտրոնանում է մի բանի վրա, փորձում է դա միջև վերջ իրականացնել։ Մանավանդ, որ արդեն Ադրբեջանից էլ է հնչում եկեղեցու հանդեպ որոշակի ոտնձգություններ, խոսքը էջմիածնի մասին է։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը հենց այդ պաս ընդունեց կամ ուղիղ հրահանգը կատարեց, որովհետև այն օրը, երբ որ դուք նոր հիշատակում եք վերջին կառավարության նիստում, երբ որ Նիկոլ Փաշինյանը չուլանացման մասին էր հայ առաքելական եկեղեցու խոսում, ըստ էության արդարացնում էր Բաքվի սանձարձակությունները մեր քաղաքակրթական հոգևոր պատմական ժառանգության նկատմամբ, որ այսօր գիտենք չէ Արցախում ինչ են անում, նաև այլ վայրերում, որտեղ հայություն է եղել։ Դրա համար ադրբեջանցիք միանգամից գոհունակությամբ ծափահարեցին Փաշինյանին, որտեղ եթե հին շատ անբարետես չուլանների մասին է խոսքը, ադրբեջանցիք ասում են, որ արժեք չկա, չուլանի արժեքը որն է, գոհ եղեք մեզանից, որ ոչնչացնում են, կամ ասում էին, տեսակ, որ ասում ենք մեր մզկիթները վերածել եք չուլանների եւ այլն։ Այս առումով Նիկոլ Փաշինյանը իհարկե չէր կարող չհասկանալ, որ իր այս ագրեսիվ եւ վուլգար բառամթերքը դառնալու է ադրբեջանական ռոպագանդայի կարևոր զենք։